Report.am-ը գրում է, որ Թուրքիայի նախագահ Աբդուլլա Գյուլը մեկնաբանել է Ֆրանսիայի սահմանադրական խորհրդի որոշումը, որը Ֆրանսիայում ցեղասպանությունների շղթումը քրեականացնող օրինագիծը հակասահմանադրական է ճանաչել։ Նրա խոսքով պատմական վեճը կարող է լուծվել միայն երկու երկրների կողմից։ Երրորդ երկրի միջամտությունն այն թույլատրելի է, այն չի օգնում, ընդհակառակը տանում է փակուղի։ Թուրքիան շատ համարձակ առաջարկ է արել ստեղծել պատմաբանների հանձնաժողով, հայտարարել է Գյուլը, նշելով, որ հայոց ցեղասպանության վերաբերող արխիվները Թուրքիայում մինչ օրս փակ են։ Ըստ Գյուլի, սահմանադրական խորհրդի որոշմամբ Ֆրանսիան փրկել է իր հեղինակությունը։ Թերթ.am-ը հրապարակել է Առավոտ օրաթերթի գլխավոր խմբագիր Արամ Աբրահամյանի խմբագրականը։ Հեղինակի կարծիքով մարտի 1-ի ամբողջ պատասխանատվությունն ընկնում է իշխանության վրա, եւ այդ մեղքը ժառանգելու է ցանկացած նոր իշխանություն, այնքան ժամանակ մինչև մարդասպանները չկանգնեն դատարանի առաջ։ Միևնույն ժամանակ Արամ Աբրահամյանը կարծում է, որ այս նախընտրական շրջանում մթնոլորտն էապես տարբեր է։ Չեմ ուզում չափից դուրս լավատես լինել, բայց կարծում եմ, որ 2012-13 թվականներին մարտի 1 չի լինելու, գրել է նա։ Նյուզեյմը հայտնում է, որ Հայաստանի արտաքին պետական պարտքը 2012 թվականի հունվարի 1-ի դրությամբ կազմում է 3,57 միլիարդ դոլար։ Ըստ Հայաստանի Հանրապետության ազգային վիճակագրական ծառայության արտաքին պարտքը 2011 թվականի ընթացքում ավելացել է 8,2%-ով կամ 270 միլիոն դոլարով։ Հայաստանի ամենախոշոր վարկատուն շարունակում է մնալ Համաշխարհային բանկը, որին պարտք ենք 1,33 միլիարդ դոլար։ Երկրորդ խոշոր վարկատուն Արժույթի միջազգային հիմնադրամն է, պարտքը կազմում է 827 միլիոն դոլար։ Մյուս խոշոր վարկատուները Ռուսաստանն ու Ճապոնիան են, որոնց մեր պարտքը կազմում է համապատասխանաբար 500 եւ 337 միլիոն դոլար։ Armenpress.am-ը գրում է, որ գրոսմայստեր Լևոն Արոնյանը 2820 միավորով զբաղեցնում է երկրորդ տեղը FIDE-ի շախմատի միջազգային ֆեդերացիայի հրապարակած աշխարհի լավագույն շախմատիստների վարկանշային ցուցակում, զիջելով միայն նորվեգացի Մագնուս Կարլսենին, որն ունի 2835 միավոր։ Լրագիր.am-ը տեղեկացնում է, որ հայելի ակումբը մարտի 2-ից ակտիվ գործունեություն է ծավալելու համացանցում։ Ակումբն աշխուժացնում է հայելի AM կայքի գործունեությունը եւ հայտնում, որ ընթերցողներն այդտեղ կարող են ծանոթանալ ասուլիսներին, հետեւել դրանց տեսագրությանը, ընթերցել օրվա տեղեկատվություն եւ տարբեր հրապարակումներ հասարակական քաղաքական անցուդարձի վերաբերյալ։